Եվ ահա մեր վերջին դասը, որը որ խաբեբայության մասին է խոսքը գնում, scamming ու որը որ շատ լուրջ թեմա է, ուզում եմ ուշադիր լինեք, շատ ուշադիր լինեք, քանի որ 18 թվականի տեսքով 100 միլիարդից ավել փող է գողացվել ու նենց է գողացվել, որ wow վիճակ ա եղել, էլի, որ դու զարմանում ես, թե ոնց կարող էին այսքան խելացի լինեին, որ մտածեին։ Հիմա տեսեք, մենք ունենք մի քանի տարբերակ, թե ոնց կարող են ձեզանից փողը գողանալ, խնդրում եմ ուշադիր եղեք, բոլորը կարևոր են, տենց մեկը չկա, որ ասես, էսի ավելի քիչ կարևոր է, էսի ավելի շատ կարևոր է, բոլորը կարևոր են։ Առաջինը fake website-ն է։ Տեսեք, երբ որ միամիտ դուք գրեք binance.co, լավ, առանց m-ի, typo է կոչվում, հա, կամ ինչ որ միտեղ մի հատ կայք մտնեք, որտեղ որ գրած է Binance մտեք այստեղից ցեխմեք ու գնա Binance կամ ինչ որ մի տարի տարբերությամբ շեղված լինի, բացվելու է նույն իդեալական կայքը, նույն մեկին մեկ տպված, ինչի համար է դա նախատեսված, որ դուք մտնեք սովորական ոչինչ չնկատեք, մտնեք սովորական login լինեք, parol login-ը դնեք ու երբ որ parol login-ը դնեք, միջև ասի մի հատ չգիտեմ ինչ բան, մի հատ mail-ը ստուգ ես կոմենկում, արդեն հակերները մտնելու են ձեր real Binance-ի account, սաղ փողերը ինչ կան, որ ունեք, փոխանցելու են ուրիշ տեղ ու վсё, պրծավ, ձեր գումարը էլ գոյություն չունի։ Դրա համար հիշում եք ինչ էի ասում, որ 2FA կոդը պարտադիր դրեք, որ բացի ձեր parol-ից նաև ավտոմատ գեներացվող մի հատ parol-ա, կոդ է, որը որ ձեզ պետք է, որ հանկարծ նմանատիպ խնդիր չլինի։ Դա դրա համար է տեղի ունենում։ Հիմա երկրորդ տարբերակը phishing scamming-ը ինչ է, email ու SMS։ Դուք կարող ստանաք mail, որ ձեր Binance account-ը մտնելու համար կարող եք, չգիտեմ, այս link-ով մտնել կամ կարող են ձեզ SMS գրել, ասել ձեր account-ը փորձում են գողանալ, ջարդել եւ այլն, շտապեք, արագ գաղտնաբառը փոխեք։ Ինչի համար, որ հանկարծ չկարողանան ջարդեն ձեր account-ը։ Դուք էլ խուճապի մեջ, okay, սպասիբան, մի անգամից կլիկ ես անում են link-ի մեջ, որը որ SMS-ի կամ mail-ի մեջ դրված է, որը որ image-այլոց երբեք ոչ Binance-ը, ոչ էլ լուրջ կազմակերպությունները, ուրիշ exchange-եր ձեզ link չեն ուղարկելու։ Եթե նման խնդիր եղավ, ուղղակի ձեզ SMS են գրելու, ասելու են ձեր account compromise եղած է։ Խնդրում եմ, եկեք փոխեք։ Բայց ձեզ link չեն տալ, որտեվ երբ որ այդ link-ը տալիս են, link-ը fake link-ա, ուրիշ տեղ է գնում, նույն կայքն ալնում, գրում ես հին, թազա եւ այլն, այդ parol-ը նույնպես վերցնում, գողանում են ու մաքրվում է հաշվից բոլոր token-ները, ինչքան փող որ ունեք։ Երկրորդ կարևոր բանը։ Երրորդը DM-ն է, Telegram-ն է։ Օրինակ, եթե ինչ որ գրուպայում եք գտնում, մի հատ հարց եք տալիս կամ ինչ որ մի բան, աչքի եք ընկնում, շատ հավանական է, որ մեկը գա ձեզ գրի, ասի բարև ձեզ, ես ես Telegram-ի channel-ի, որը որ մեծ հետևորդներ ունի, ես admin-ն եմ։ Մենք այս token-ի վերաբերյալ 50% ավել չգիտեմ ինչ ենք անում, ոնց ենք անում, կցանկանաք ավել շատ token ունենալ, դուք էլ հա չի չէ, որ եթե անվճար է, իհարկե կցանկանամ, շատ լավ ընտիր, այդ դեպքում սենց անենք։ Եկեք ես ձեզ մի հատ bot ուղարկեմ, այդ bot-ին տվյալները լրացեք, մենք ձեզ կփոխանցենք հավելյալ token-ները։ Ինչ է տեղի ունենում, որ bot-ը ուղարկում են, bot-ի մեջ ինչ է գրված լինում, private key։ Հիշում եք private key-ի մասին, որ ասում էի, որ երբեք չտակ ոչ մեկին, երբ որ հաշիվ եք բացում, որովհետև այդ մարդը հատուկ ձեր private key-ն ուզում է, կարողանա մտնի ձեր account-ը, ու այդ account-ից ինչ կա չկա վերցնի տանի, որտեղ այդ private key-ով մեծ հաշվով ոնց որ բացվում է ամբողջական մուտքը ձեր հաշվին։ Հենց որ զգուշ եղեք, շատ ֆոկուսներ լինելու ու եթե երբևէ որևէ մեկը ձեզ այնց private key ուզի, երբեք չտակ, մի անգամից կբլոկեք, մի անգամից spam կդիտարկեք, որտեղ ձեզ ուզում են խաբեն։ Երբեք։ Անցնենք հաջորդին։ Investment high returns։ Ես վստահ եմ, որ ցանկացած հայ երևի, որ գոյություն ունի, որ կրիպտոյով զբաղվում է, ոնց է չլինի ինքը ինվեստիցիա արել է նման ծրագրերի մեջ, որը որ խոստանում են $100 դիր, 50%, 100% աճ է գրանցվելու մեկ ամսվա ընթացքում, մեկ օրվա ընթացքում, մեկ շաբաթվա ընթացքում, մարդիկ էլ հավատում են։ Ասում են, օքեյ, արի $100 դնեմ, տեսնում են, կարողանում են կանխիկացնել $100 200 դարել, 300 դարել, հետո հենց որ 300-ը կարողանում են կանխիկացնել, ահա
էսի ռեալ է։ Վերցնում են $1000 են դնում, 10000 են դնում, ու երբ որ 10000-ը դնում են, ուզում են կանխիկացնել, դե տեսնում են աճում է իրանց account-ը, երբ որ ուզում են կանխիկացնել, դե ասում են մի հատ անձնագիրը ուղարկի, մի հատ էս արա, մի հատ այն արա, բա չի լինի, դու fake մարդ ես, էսի էս այն ենա, բլոկում են account-ըդ ու դու այդ գումարը կորցնում ես։ Նենց որ այն ինչը որ ձեր կոնտրոլի տակ չի, այսինքն եթե փողը փոխանցելու ես B կետ, A կետից, քո մոտից ուրիշ տեղ ես փոխանցելու, որը որ բացարձակ կոնտրոլ չունես, խնդրում եմ չուղարկես, որովհետև հավանականությունը շատ մեծ է, որ այդ փողի երեսը չեք տեսնելու։ Անցնենք հաջորդը։ Romance-ը այն dating app-երն են, որը որ աղջիկ հետ սկսում ես շփվել եւ այլն, որ հանդիպես, չգիտեմ ինչ անես, ու միգուցե Հայաստանում տեն շատ չի, բայց իմացեք, որ դրսում ինչ է կատարվում։ Սկսում ես խոսել աղջկա հետ, աղջիկը օքեյ, արի շփվենք իրար հետ եւ այլն, ասում է, այստեղ մի հատ եթե USDT ունես կարաս փոխանցես, հեսա հետ են փոխանցելու, չգիտեմ ինչ են անելու, ասում ես, հա օքեյ, $10 կամ $100, հեսա բանել, որպեսզի աղջկան չնեղացնես, տպավոր ուզենաս գործես, փոխանցում ես անում, այդ պահին փոխանցումը երբ որ անում ես, աղջկա այդ կապը ընթացվում է, երբևէ չես տեսնում այդ աղջկան, ինչպես նաև այդ գումարը որ փոխանցեցիր, էլ չկա։ Շատ մեծ գումարներ է այստեղ գողացվում։ Հետո giveaway-ը ինքը այն ստրատեգիան է, որ նույնպես ոնց կարող են Telegram-ով գրել, կարող են mail գրել, ասեն որ գիտեք ինչ կա, եթե ուզում եք 50% ավել այս coin-ի շուրջ ավելի փող ունենաք, ինչ եք անում, հաշիվ եք բացում այստեղ, ձեր թոքենները փոխանցում եք այստեղ, գումարվում է թոքենների 50%-ը, հետո կարողանում եք հետ փոխանցեք։ Հիշեք, որ դա նույնպես խաբեբայություն է։ Շատ գրավիչ են ներկայացնում, շատ պրոֆեսիոնալ գալիս են, նենց են ներկայացնում, որ ուզում ես ասես, բա քեզ ինչ տամ, քեզ ինչով ես օգնեմ, այդքան տրամադրված ես ինձ օգնես, արի ես էլ ինչ-որ մի բանով օգտակար լինեմ։ Այդ կարգի մարդկանց ուղեղը կարողանում են լվան ու վերջում խաբված են լինում։ Այս թոքենները, այս փողը փոխանցվում է այնտեղ ու երբեք հետ չի գալիս։ Նույնպես կարևոր է դիտարկել։ Backnailing-ը այնա որ դες երբևէ կարող է mail գա, որովհետև AI-ով հիմա այն կարգի են կարողանում մարդկանց կյանք մտնեն, սոցցանցերով, նկարներով, չգիտեմ ինչերով եւ այլն, mail-ա գալիս, որ օրինակ չգիտեմ, Հայկ, մենք մի հատ նկար ունենք քո հետ կապված, որը որ արխիվներից են գտել, որ դու սենց բան ես արել, նենց ես արել, նենց ես արել, եթե չես ուզում հրապարակենք, եսիմ որտեղ ուղարկենք, խայտարակ չլինես, $100 փող, $1000 փող այստեղ ուղարկի, մոռանանք թեման։ Նույնպես հիմնականում սուտ է լինում, իհարկե, եթե տենց եսիմ ինչ չեք արել, որ վախենում եք էդի, բայց եթե նմանատիպ բան չեք արել, 99% դեպքերում խաբում են մարդկանց վախերի հոգեբանական ինչ-որ տենց բառեր են օգտագործում, որ հեսա տես ինչ ալնելու, մարդիկ էլ զուտ որ ռիսկի չդիմեն, օքեյ, լավ, ախպեր, թքած ես $1000-ի վրա, ես ինչ երեկավ կպավ շար, նույնպես կարևոր է։ Եվ ունենք honeypot։ Honeypot-ը շատ հետաքրքիր սիստեմա է, որը որ ոչ մի ձևով դու չես հասկանում, որ սա սքեմ է, խաբեբայություն է, որովհետև coin-ը տեսել ես, հավանել ես, 100 հոգի էլ խոսում են այդ coin-ի մասին, գնում ես, առնում ես, ընտիր, առար, տեսնում ես բարձրանում է, հետո ասում ես լավ, 10%, 100% կրկնապատկվեց, արի ես կանխիկացնեմ։ Հենց որ ուզում ես կանխիկացնես, բլոկ, չի թողում գործարքը իրականացնես։ Գրում ես, չի թողում եւ այլն, պարզվում է ինչ, այս honeypot-ը մենակ կարողանում ես առնես, չես կարողանում վաճառես։ Ես անձամբ տենց դեպք տեղի ունեցել, որ մեկը ինձ խորհուրդ տվեց, էլի Telegram channel-ով ռեկլամ էին անում, որ trading-ը էս այնա, գալիս են հետը շփվում են, ասում են, գիտես, չէ, ինչ թույն մի հատ պրոյեկտ կա, 2 օր որ բան ա եղել, հեսա լիքը ինֆլուենսերներ խոսալու են, թռնելու է։ Դու էլ հավատում ես այս մարդուն, դե ինչ որ ռեկլամից եկած բան, հետը էլ ընկերական շփվում է, ասում ես, դավայ, օքեյ, ես էլ սպասի դնեմ գումարը, դու տեսնում ես, որ ինքը աճում է, դու նույնպես առնում ես ու այն պահին, որ առնում ես, գիտակցում ես, որ շատ լավ ամեն ինչը, մինչև այն պահը, որ ուզում ես կանխիկացնես, չես կարողանում։ Խի չես կարողանում, որովհետև honeypot-ա կոչվում։ Դու մենակ կարողանում ես առնես։ Դրա համար էլ
գրաֆիկան բարձրանում է։ Մենակ կարողանում է վաճառի մի հոգի, ով որ ստեղծել է դա։ Ու այդ մի հոգին ինձ ուղարկում է մի հատ վիդեո, ասում է Հայկ ջան, նայ, տես, սենց ես կարողանում եմ կանխիկացնեմ։ Քո մոտ խի է որ չի լինում։ Կարող է ինչ-որ մինիմալ գումարը չես դրել, որը որ $300 է կամ $1000 է, որտեվ $1000-ից է ինչքան գիտեմ, որ կանխիկացվում է, դե ես 10-15000 դրել եմ, տենց դրա համար բացվել է ինձ մոտ, ու ես էլ տեղյակ չեմ դրա մասին, եւս փող ավելացրեցի ու փորձեցի կանխիկացնել այն մնացածը, տեսնում եմ չի լինում։ Հետևաբար հետո գնացի կարդացի Հարի Փոթերը ինչա, ոնց են կարողանում մարդկանց հոգեբանության վրա ազդեն, որ գնաս առնես ու փող կորցնես, փող գողանան քեզան։ Շատ կուլտուրական, որ այն կարգի է, որ ասում ես ոնց տեղի ունեցավ։ Մի խոսքով, այսանք այն հիմնական ստրատեգիաներն են փող գողանալու, որ դուք պետքա ուշադիր լինեք։ Մեկը մյուսից կարևոր է, նորից եմ կրկնում։ Տենց մեկը չկա, որ դե կարողա չլինի, բան եւ այլն։ Փողը որ գողացան, շատ վատ է լինելու, որտեվ նպատակը փողը ձեզանից գողանալու չի, փողը պետքա աշխատի, ավելի շատ գումար լինի, որ ձեր կյանքը բարելավվի։ Հետևաբար, խնդրում եմ ուշադիր եղեք։ Այսքանով ուզում եմ շնորհակալություն ձեզ հայտնել, որ դիմացաք ինձ, այսքան ինֆորմացիա ընկալեցիք, հասկացաք, կամ եթե չեք հասկացել, կարող եք եւս մի անգամ էլ գնալ, նայել, ինչքան որ պետքա, որովհետեւ կարևորը ստեղ այն է, որ դուք լիարժեք պատկերացնեք, թե կրիպտո շուկան ինչ է։ Ինքը շատ հետաքրքիր է, բայց ինքը նաև շատ վտանգավոր է։ Սենց ասած, ոնց որ Amazon-ում գտնվես։ Շատ սիրուն է, շատ ամեն ինչ է, բայց շատ վտանգավոր էլ է։ Պետքա դու կոպիտ ասած Տարզան դառնաս, որ կարողանաս քեզ լավ զգաս կրիպտո շուկայում։ Իսկ Տարզան դառնալու համար արդեն մեր հաջորդ կուրսը, որը որ trading-ն է, ոնց պետքա նայենք, ինչ պետքա նայենք եւ այլն, այդ ամենը կսովորեք։ Շնորհակալ եմ։